Կարող ենք սահմանել ի վերջո, որն է հայ մարդու կրոնական ինքնությունը 21-րդ դարում։ 21-րդ դարում 21-րդ դարի համար չէ։ Անկամ նոր կրոնի գալով, պետականացվելով, եթե նույն տեղում են սարքել, ոչ միայն են որ ասում են այդտեղ, չգիտեմ, բիոդաշտերը ուժեղ են եւ այլն, չէ, այսինքն դրանով ինքը չկտրեց մեր կրոնական ինքնությունը, այլ նա դրանով շարունակականություն ապահովեց, բայց հավատալիքներն են արժեքներ ձևավորում։ Դու չես կարող մի բանը քեզ համար արժեք չի կարող լինել, եթե դու դրա իսկությանը չհավատաս։ Մենք ուղղակի ենթադրում կամ վերագրում ենք իրանց գործողությունը։ Էպոսը ենթադրություն է։ Չէ, էպոսի մեջ որտեղ ես տեսնում դա։ Ուղղակի չի ասում, բայց պարզ երևում է թե ինչին է կարևորվել։ Իմ ասացանը որ պետք չի հավատա քնիչի դերում հանդես գալ։ Ես ավելի լավ քրիստոնյա եմ, քան դու, կամ եթե ես մի քիչ շատ ավելի բան գիտեմ, իսկ դու քիչ գիտես, այդպես երբեմն դա էլ է ֆանատիկության վերածվում, եւ դա խանգարում է մարդուն։ Գոյություն ունի բնութենական հավատ հասկացությունը, այսինքն մարդը մարդը իր բնույթով հավատացյալ է եւ կա հասարակական հավատ հասկացություն, որը շատ անհատների մոտ ձևավորվում է որոշակի նախապայմաններից ելնելով։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է։ Բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Ինչ ենք հասկանում մենք, երբ ասում ենք, որ մենք քրիստոնյա ենք, ինչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ հավատացյալ ենք կամ աթեիստ ենք։ Ի վերջո, ինչպիսին է, որպիսին է մեր կրոնական ինքնությունը։ Այսօր տաղավարում այս մասին, այս թեմայով զրուցելու եմ գրող, կրոնագետ Դավիթ Սամվելյանի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է լինելու մեր զրույցը, նախ երևի թե պետք է հասկանանք ինչ է կրոնը, ինչ է հավատքը, դրանք նույն բաներն են, դրանք հոմանիշներ են, դրանք տարբեր բաներ են, որովհետև շատ հաճախ մարդիկ ասում են ես կրոնը չեմ ընդունում, բայց ես հավատում եմ Աստծուն, մի մարդ կարծում է, որ ինքը եթե մոմ է գնում վառում, ուրեմն ինքը հավատավոր մարդ է, հավատացյալ մարդ է, հավատացյալ բառը 90-ականներից արդեն լրիվ փոխել, խեղափոխվել է իր իմաստներով եւ այլն։ Սկսենք երևի նրանից, թե ինչ ենք հասկանում կրոն ասելով։ Իրականում որպեսզի դասախոսության չվերածվի այս մեր զրույցը եւ ավելի հանրամատչելի լինի, ուղղակի այսպես մի հատ ընդհանուր պատկեր կտանք եւ դրանից հետո արդեն իմաստնավորի ամենակարևոր ու կարելի ասել անհանգստացնող խնդիրների մասին խոսենք։ Նախ սկսենք նրանից, թե ինչ է հավատը։ Հավատը երկու տեսակ է լինում՝ հավատ ինքնին, այսինքն երբ որ ինչ-որ մեկը հավատում է ինչ-որ բանի, երևույթի արժանահավատությանը, այդ որ ասում ենք արժանահավատը գոյությանը, այսինքն եւ գոյությունի կրոնական հավատ։ Եվ այս կրոնական հավատը հենց հիմք է ծառայում կրոնին։ Եթե կրոնի պատմության դասակարգմանը նայենք սկզբնական շրջանի մարդու պաշտամունքային ձևերը չեն կոչվում կրոններ, կոչվում են հավատալիքներ, դրա համար երբեմն կոչվում են նախնական հավատալիքներ, որովհետև ինքը որպես համակարգ ձևավորված չի դեռ։ Իսկ կրոնը ինքը իրենից ենթադրում է համակարգ, որի հիմքում հավատն է, բայց ունի ծիսակարգ, ունի դոգմատիկա, կամ չգիտեմ, աստիճանակարգություններ, հոգևորական դասի, հոգևորական ասելով նկատի չունեմ զուտ քրիստոնեական, եկեղեցական, յուրաքանչյուր կրոն ունի այդ բաները եւ առհասարակ, երբ խոսում ենք կրոնից, շատ կարեւոր է, երբ որ մենք ժամանակի զգացողությունը չենք կորցնում։ Երբեմն մենք ասում ենք մենք քրիստոնյա ենք, որովհետև 301 թվականին ընդունել ենք քրիստոնեությունը, չէ՞, բայց այս ամբողջ ընթացքում մեր կրոնական դիմագիծը շատ ու շատ անգամներ փոփոխություններ է կրել, բայց ոչ գլոբալ առումով։ Ինքը մեր կրոնական դիմագիծը, այսինքն չի սկսում 4-րդ դարից միայն, այլ ինքը ներառում է նաև նախաքրիստոնեական շրջանի մեր հավատալիքները, կրոնական համակարգերը եւ շատ կարեւոր է, երբ որ 21-րդ դարում խոսում ենք կրոնական ինքնության մասին, առանձնացնել երկու բաներ՝ կրոնի դրսևորման կամ հավատի դրսևորման ավելի շուտ ձևեր։ Գոյություն ունի
բնութենական հավատ հասկացությունը, այսինքն բնապաշտություն Չէ, մարդը իր բնույթով հավատացյալ է եւ կա հասարակական հավատ հասկացություն, որը շատ անհատների մոտ ձևավորվում է որոշակի նախապայմաններից ելնելով։ Ենթադրենք մուսուլմանը ծնվել է մուսուլմանական երկրում, մուսուլմանական ընտանիքում եւ իր կամքից անկախ արդեն ինքը առնչվում է այդ կրոնին, այդ հավատալիքներին եւ գոնե կյանքի որոշակի փուլ ինքը կրողն է այդ հավատի եւ կրոնական համակարգի։ Նույնը կարելի ասել քրիստոնեության առումով, նույնը կարելի ասել հինդուիզմի առումով, հա, այսինքն հասարակական ներգործությամբ են մարդու մոտ նաեւ անգիտակցական մակարդակում ձևավորվում հավատը, բայց շատ կարեւոր է որ 21-րդ դարում նշենք, որ 21-րդ դարում հավատը ավելի շատ անհատական ընտրության դաշտ է տեղափոխվել։ Այսինքն հավատքը թե կրոնը այդ պարագայում։ Չէ, հավատը կրոնը գոյություն ունի ամեն ինչից անկախ։ Քրիստոնեություն եղել է, չգիտեմ, 4-րդ դարում, առաջին դարում էլ։ Հա, չէ, նկատի ունեմ ստրուկտուրալ առումով արդեն որպես եկեղեցի ձևավորված, հա, այսօր էլ գոյություն ունի, բայց մարդը որոշակի ազդեցությունների պատճառով եւ հետևանքում արդեն անհատական մոտեցմամբ է, նրան շատ քիչ է այն, օրինակ սովորական կարող է մի քաղաքացու համար շատ քիչ լինի, որ Հայաստանը աշխարհում առաջի քրիստոնյա պետությունն է, հա, կամ կարող է անգամ շատ քիչ լինի, որ ինքը իր ընտանիքի իրեն 40 օրեկանում, հա, մկրտել է եւ նա քրիստոնյա է, մկրտություն է, այսինքն գալիս է մի տարիք, երբ արդեն սեփական հարցադրումներն է կյանքի հանդեպանում, երբ ինքը շփվում, իր շփման մակարդակը, իմացության մակարդակը ձևավորվում եւ այդտեղ արդեն ի հայտ են գալիս շատ նուրբ կետեր, որը կարող է տանել հակառակ ուղղությամբ, բայց ամեն ինչից անկախ սա մի բանի պատճառ է, որը նոր չի սկսել, աշխարհում այդ երևույթը կոչվում է սեկուլյարիզացիա, այսինքն հայերեն ասած աշխարհիկացում։ Հասարակությունները սկսած ավելի հիմնավոր առումով 18-րդ դարից կարելի ասել աշխարհիկանում են։ Այսինքն այն պետություն եվրոպական հեղափոխությունների արդյունքում դրանից հետո այնտեղ հողային կոդեքս են ընդունել, որով կաթոլիկ եկեղեցուց վերցնում են իրավունքը, հա, հողի պատկանելության, բայց դա մի կետն է ընդամենը, երբ ենթադրենք դպրոցը սկսեց արդեն պետության իշխանության տակ լինել, երբ դատական իշխանությունը անցավ պետական մարմիններին, հա, այսինքն այն ֆունկցիաները, որը կատարում էր Եվրոպայում եւ քրիստոնյա երկրներում եկեղեցին, աշխարհիկ իշխանություններին անցան, այսինքն ազդեցության ոլորտը եւ գործունեության ոլորտը սահմանափակվեց։ Հայ եկեղեցու պարագայում դա տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, որովհետեւ թեև մենք պետություն չունեինք, բայց հայերը Չէ, բայց հայերը թե Օսմանյան կայսրությունում, թե ռուսական կայսրությունում, թե պարսկական բոլոր ժամանակներում իրենց ներքին համայնքային հարցերը լուծում էին եկեղեցու միջոցով, եւ դատական համակարգը, եւ կրթական համակարգը, եւ կրոնական համակարգը ամբողջը եկեղեցու Ռուսական կայսրությունում 1903 թվականի օրենքով Նիկոլայ II-ի այդ իրավունքները սահմանափակվում են եւ գույքն էլ պետականացվում էր։ Բայց այդ պատմությունը, եթե մի քիչ ավելի խորքային նայենք, իրականում առաջին այսպես ասած աշխարհիկացման փորձը դեռևս 4 դարի վերջերում է եղել Պապ Թագավորի օրոք։ Ինքը փորձում էր շատ ինստիտուտներ աշխարհիկացնել եւ եկեղեցու իշխանության տակից վերցնել։ Այն ինչ որ դատը տվեց եկեղեցուն, որպեսզի կարողանա ձևավորել միասնական, մի առանցքի շուրջ հավաքված ազգ ժողովուրդ, Պապ Թագավորը փորձեց քանդել։ Բայց քան վերադառնալով մեր դրան դեռ կանդրադառնանք ընդհանուր պատկերին աշխարհի առումով, հա, ինչու եմ մի շեշտում աշխարհի առումով, որովհետև կրոնական երևույթները կամ դրսևորումները լինի հայ ժողովուրդը, լինի, չգիտեմ, ֆրանսիացի ժողովուրդը, լինի արաբը, կամ բաներ, որոնք բոլոր մարդկանց մոտ նույնն են եւ փուլային առումով նույն ձև են անցել։ Այսօր աշխարհում հաշվում է մոտավորապես 10,000 կրոն։ Այդքան կրոն, թե կրոնի ենթաճյուղերն են։ Տեսակ, դրանցից 4-ը համարվում են համաշխարհային կրոններ, գիտենք, քրիստոնեություն, իսլամ, հինդուիզմ եւ բուդդիզմ։ Հինդուիզմը իհարկե ավելի շատ ազգային կրոն է, որտեղ ավելի շատ հնդիկների մոտ է Հնդկաստանում է տարածված, բայց ինքը իր քանակության արդյունքում հետևորդների առումով ավելի շատ է։ Բոլորը ունեն ճյուղեր, չգիտեմ ինչ։
Բայց հետաքրքիր է ասածը սեկուլյարիզացիայի լույսի ներքո, որ այսօր աշխարհում, եթե չեմ սխալվում, 43 պետություն է արկա, գոյություն ունի, որտեղ ինչ որ մի կրոն պետական է համարվում։ Քրիստոնեության պարագայում Հունաստանում է պետական կրոն համարվում։ Դե Արգենտինան էլ է իրեն օրինակ համարում է քրիստոնյա երկիր, բայց այդ թվարկածած 43-ից 27-ը իսլամական պետություններ են։ Հա, օրինակ մեր հարևան Իրանը իրենց նույնիսկ կառուցվածքի մեջ, հա։ Հա, այսինքն ընդհանուր աշխարհում տիրում է այդ վիճակը եւ մարդկանց եւ ազգի կրոնական ինքնությունը շատ դեպքերում կախված է դրանից նաեւ։ Դավիթ, եթե նայենք այդ 43 պետություններին, իրենց տեսակով, իրենց զարգացվածությամբ, իրենց ռեսուրսներով ու հնարավորությամբ, զարգացող երկրների շարքում են, թե առաջատարների։ Չէ, իրականում ես կարծում եմ, որ այն ժամանակները անցել են, որ կրոնը կարող է խոչընդոտել, ենթադրենք, գիտության զարգացմանը, հա։ Շատ վաղուց, օրինակ, եթե այդպես նայում ես արաբական երկրները, ենթադրենք, այտենց ոչ ֆորմալ խոսույթ կա, որ իսլամը մարդկանց եւ հասարակություններին ավելի հետընթաց է ապահովում կամ չգիտեմ ինչ, բայց անգամ միջնադարում, երբ որ նայում ես թե արաբական երկրներում ոնց է գիտությունը զարգացել, մաթեմատիկան, աստղագիտությունը, բժշկությունը, այսինքն դա խոչընդոտ չի, նայած իսլամի որ ճյուղն է, հա, կամ այսօրվա դրությամբ տեսնում ենք, հա, Թուրքիան պակաս զարգացած պետություն է, արաբական էմիրությունները պակաս զարգացած պետություններ են կամ նույն Եգիպտոսը վերցնենք, օրինակ, անգամ Սաուդյան Արաբիան, որտեղ շատ ու շատ օրենքներ դեռևս նոր ավելի փորձում են սառույցը հալեցնելով, ասենք կանանց իրավունքներին վերաբերող կամ չգիտեմ թույլտվությունների եւ տաբուների, հա, այդ այսինքն կրոնը շատ վաղուց դադարել է արգելակող ուժ լինելուց։ Եվ այդ գործընթացը սկսել է դեռևս 17-րդ դարից, հենց գիտության զարգացմամբ այդ սեկուլյարիզացիան ավելի խոր արմատներ թողեց հոգեբանական գիտությունների զարգացման, ոչ միայն ինդուստրիալ, էլի։ Բայց եթե ազնվության համար բաժանենք, եթե ի տարբերություն Եվրոպայում, որ 15, 16, 17-րդ դարերում եկեղեցին շատ միջամտում էր եւ փորձում էր իր ընկալած դոգմաների միջոցով արգելել գիտնականների նոր հայտնագործությունները, երկրագնդի կլոր լինել, արեգակի շուրջ պտտվել եւ այլն, մեր եկեղեցում նման արգելքներ չեն ունեցել, որտեղ դեռ 7-8-րդ դարում Անանյա Շիրակացին ասում էր, որ երկրագունդը եւ այդ գիտությունը եկեղեցում էր զարգանում մեծ հաշվով։ Այստեղ շատ կարեւոր ուրիշ հարց կա, ինչքանով է դա հանրային հնչողություն ստանում։ Ազնվության համար պիտի խոսենք, որովհետև եթե ասում ենք քրիստոնեության մեջ այսպես, գոնե տարանջատում դնենք, որ եվրոպական երկրներում այսպես, Հայաստանում հայ եկեղեցու պարագայում այսպես, որ մարդկանց մոտ, որովհետև շատերի համար, ովքեր լավ չեն ճանաչում եկեղեցին, հայ եկեղեցին ինկվիզիցիայել են վերագրում հայ առաքելական եկեղեցուն շարժման ընթացքում։ Չէ, Պավլիկյան շարժման ընթացքում չէ, ուրիշ միջնադարում 16-17-րդ դարի եվրոպական ինկվիզիցիան նաև վերագրում են Դա աբսուրդ է, բայց մարդկանց գիտելիքը չի բավարարում դա տարանջատել, մեր հաղորդումն էլ չդառնա այդ գիտելիքի ամրացման, որտեղ եթե ասում ենք այսպես գոնե տարանջատելով, որ մարդիկ ընկալեն ու մասն է խոսքը։ Չէ, միանշանակ ասում եմ ամեն ինչ պոպուլարիզացիայի պատճառով է, ինչ որ բաներ աշխարհում կատարվում են, մենք տեղյակ չենք լինում, բայց հենց հանրային հնչեղություն են ստանում, երբ որ այդ երևույթը կամ գործողությունը որոշակի խթանը հանդիսանում իր հետ տանելով ինչ-որ բաներ, բնականաբար շատերը կարող են դեմ լինել դրան եւ միջոցներ կիրառել, բայց քանի դեռ դա հանրային հնչեղություն չունի, օրինակ ես չգիտեմ, Անանյա Շիրակացու այդ աստղագիտական ձեռքբերումները, այսպես ասած, որևիցե շարունակություն ստացել են հայկական միջավայրում, զարգացման չեն ստացել։ Որոշակիորեն Անանյա Շիրակացին վերհառնեց Կիլիկյան ժամանակաշրջանում եւ պատահաբար գտան մի ձեռագիր մաթեմատիկայի դասագիր, արդեն ուշ շրջանում այդ դասագիրքը սկսեց նորից կիրառության մտնել եւ այլն, բայց մենակ Շիրակացին չէր, որ աստղագիտությամբ էր զբաղվում, ունենք Հովանես Կոզերն վարդապետը, որը բայց ինքը մնացել է մի շրջանակում, այսինքն ինքը հանրային ընկալումների վրա չի ազդել։ Իսկ ինչ պիտի լիներ, որ դա ազդեր։ Դե իսկ բանի ինկվիզիցիայի շրջանում նույն Կոպեռնիկոսի կամ Գալիլեոյի դեպքում ինքը այնպեսի հնչողություն էր։ Այսինքն այդ ժամանակ կար օրինակ տպագիր մամուլ եւ այդ գյուտը խոսքը կարող էր ավելի արագ տարածվել։ Այո, արագ տարածվել սովորական մարդկանց, սովորական հավատացյալների վրա կարող էր ազդեցություն թողել եւ չմոռանանք, որ
նաև շատ մեծ ազդեցություն բացասական առումով ունեցավ հասարակության աշխարհիկացման վրա այն ժամանակաշրջանը, երբ սկսեցին մերձավոր արևելքում հայտնագործությունները, այսինքն հնեաբանական հայտնագործությունը, շումերական քաղաքակրթություն եւ այլն, Եվրոպայում թնդում էր, քանի որ հովանավորում էր Եվրոպայից եւ այլն, եւ լուրերն էլ հայտնագործություններ եվրոպական համալսարաններում կամ գիտական միջավայրերում էին եւ արդեն ինքը շատ հստակ կարելի ասել դեմ էր դուրս եկել եւ հարցականի տակ էր դրել անգամ Աստծո գոյությունը, քրիստոնեական Աստծո գոյությունը, բայց ինչով է, ասում եմ վերադառնանք, մեզ հավատք ասելով մենք նկատի ունենք ինչ մարդու ներքին այդ պահանջը, որը գուցե ենթագիտակցության մակարդակից է գալի, գուցե մարդու մոտ այդքան չձևակերպված է, որ ինչ որ մի բանի պիտի հավատաս, ինչ որ բանի հոգեբանորեն հենվես, ինչի շուրջ լինես, որ գոյություն ունի կրոնական հավատ եւ հավատ ինքնին։ Յուրաքանչյուր մարդու մեջ ինքնին հավատ գոյություն ունի։ Իսկ արդեն կրոնը մարդու հավատին ինստիտուցիոնալ ձև է տալիս, այսպես ասած ֆորմա է տալիս եւ ուղղորդում է ճիշտ ուղղությամբ։ Եթե ճիշտ կրոնական պատկերացումներ ունի կամ կրոնական, չգիտեմ, ինչ-որ կազմակերպության կամ, չգիտեմ, եկեղեցու հետևորդ է, դա։ Մատերիալիստական փիլիսոփայության տեսակետից մարդն է ստեղծել կրոնը, որպեսզի կարողանան մարդուն կառավարելի դարձնեն։ Դա ըստ իս քննության չի դիմանում, բայց մատերիալիստական տեսակետը առաջացել է սրանից շատ վաղ, ես դրա համար շեշտեցի, որ 21-րդ դարում նման պնդումները մի քիչ անլուրջ են, հիմա ոչ ոքի չի ստիպում ենթադրենք քրիստոնյա դառնալ, կամ ուժով չեն գնում գրավում ինչ-որ պետություն, անգամ իսլամը, որ այսպես ասած շատ տեղերում կա, հատկապես այդ ահաբեկչական ասելով նկատի ունեմ, դրանք էլ մի հատ ուրիշ ծայրահեղություն են, կրոնական մոլեռանդության դրսևորումներն են, հիմքում այդ ահաբեկչության, ասած առերևույթ կարող ինչ-որ մեկին ստիպեն, ցույց տան, որ նրանք իսլամ են ընդունում եւ այլն, բայց դա կապ չունի։ Վառ օրինակը այսօր ենթադրենք Համշենում գոյություն ունեցող հայրն են, որոնք մուսուլման են, իրենք առերևույթ, բայց իրենք հաճախ օրինակ Համշենում հենց ապրողները, ասենք, երբ որ նայում ես ինչ դուրտեսան, իրենք իրենց չեն նույնացնում ոչ թուրքերի հետ, ոչ հայերի հետ, ասում են մենք գալմա ենք, թե ինչ-որ մի բառ են ասում։ Չէ, դե գալման, եթե չեմ սխալվում, եկվոր նշանակում։ Ամեն դեպքում նրանց իսլամը նրանց կրոնական էության մաս չի։ Նրանք ընդունել են ինչ-որ հանգամանքների բերումով, բայց ներքուստ իրենց հայ են։ Ես անձամբ շփվել եմ, մարդիկ ասել են ես հայ եմ։ Բայց օրինակ Հյուսիսային Կովկասում ապրող համշենահայերը իրենց քրիստոնեության, նույնիսկ եթե մուսուլմանություն են, իրենց նույնականացնում են հայկականության, հայերի հետ բեռները պահելու միջավայրային, հասարակական ազդեցությունն է։ Այստեղ հնարավորություն ունեն ասելու, այնտեղ հնարավորություն չունեն բարձրացնելու դրա մասին։ Հա։ Այդ խնդիրն է։ Դավիթ, ինչ ենք հասկանում, մենք հավատք կրոն կարծես թե սահմանեցինք, հասկացանք, իսկ ինչ ենք ասում ինքնություն ասելով։ Դա ամենաբարդ, ինչպես ազգային գաղափարախոսությունը, այդպես էլ ես կարծում եմ, որ ինքնություն ասվածը մի նախադասությամբ չսահմանվող բան է։ Եվ ավելի շատ ինքը իմ կարծիքով այնց համապարփակ, ամբողջացնող եւ անընդհատ շարքի սահմանում է։ Դրա համար ես հաղորդման սկզբում նշեցի, որ հայերի կրոնական ինքնությունը չի սահմանափակվում 4 դարից սկսած։ Իհարկե, շուրջ 17 դար մեր մշակույթը իր բազմաթիվ ճյուղերով, մեր կենցաղը, ամեն ինչը լցված է, հագեցած է քրիստոնեությամբ, բայց անգամ քրիստոնեությունը իր ներսում կրում է մինչ քրիստոնեական շրջանի հայկական կամ հայերի կրոնական պատկերացումների, կրոնական ինքնության եւ հավատալիքների, այսպես ասած, ոչ բարձրաձայն, բայց կարելի ասած լուր ներկայությունը իր մեջ կրում է, հա։ Դավիթ, տարանջատենք, հավատալիքների թե արժեքների։ Բայց հավատալիքներն են արժեքներ ձևավորում։ Դու չես կարող մի բանը քեզ համար արժեք չի կարող լինել, եթե դու դրա իսկությանը չհավատաս։ Հայրենիքը չի կարող, չէ՞ քեզ քո համար արժեք լինել, եթե դու չհավատաս դրա գոյությանը։ Ամեն ինչ է կյանքում։ Այսինքն
Դու մարդուն Նախ չես հավատում ես արժևորում, ինչ-որ եթե բանի չես հետ։ հավատում անգամ։ Այսինքն նախ հավատում ես, հետո արժևորում, թե Իհարկե։ արժեք է լինում, հետո արժեքին հավատում։ Հավատ, գիտակցություն, այսինքն գիտակցում նաև, հա, այստեղ արդեն գալիս է կույր հավատ եւ գիտակցված հավատ այդ հասկացությունները եւ դրանից հետո արժևորում։ Ասեմ դու չես կարող սիրել Աստծուն, եթե նրան չես ճանաչում կամ ճանաչում։ չգիտես իր մասին։ Այդ դեպքում ստացվում է, որ դու հավատում ես ինչ-որ մի բանի, գիտակցում ես դրան, հետո գիտակցաբար ընտրում ես այդ արժեքը կրողների հետ նույն խմբում լինելու, իրենց հետ նույնականանալու եւ ընտրում ես այդ ինքնությունը, որը կարեւորվում է այդ արժեքների միջոցով։ Մեծավ մասամբ սահմանեցի, բայց ամեն ինչից զատ, ինչպես Պողոս Առաքյալն ասում է, հավատը անձնական փորձառության վրա է հիմնվում։ Հավատը անձնական փորձառության վրա, բայց ուզում ասենք ինքնություն այդ դաշտին, այսինքն դու նույնացնում ես քեզ հետ, դու ընդունում ես այդ արժեքային համակարգը, թե չէ, թե ուրիշ բան ենք հասկանում ինքնությունը։ Չէ, ընդունում ես, այսպես թե այդպես, մի քիչ ավելի կենցաղային բաներից խոսենք, հա, որպեսզի հայ կրոնական ինքնությունը պատկերացնենք։ Օրինակ գնում ես եկեղեցիների մոտ եւ տեսնում ես ծառերի վրա, չգիտեմ, թաշկինակից սկսած ամեն ինչ կախած է։ Մեկ օրինակ, հեսա հերթով կբացենք։ Կովիդի ժամանակ անգամ դիմակներ էին Մարդը կախում։ փողոցով անցնելուց սև կատու է քայլում է եւ սև կատու է դիմացով անցնում։ Հայելին կոտրվում է, աղը թափվում է, չգիտեմ, երբ որ տանը մահացած կա ժամացույցը կանգնեցնում են եւ դեղ հայելիները փակում են։ Դրանք մեծ հաշվով կոչվում են սնահավատություն։ Մենք քրիստոնեական տեսակետից սնահավատություններ են, բայց դրանցից յուրաքանչյուրը կրոնական շերտի, այսպես ասած, մնացորդներ են։ Նայեք, ռուսական մշակույթից ազված, քանի որ երկար ժամանակ ռուսական մշակույթի ազդեցության տակ ենք, սև կատուն տեսնելուց մտածում են, որ ինչ որ վատ բան կպայ, բայց ինչ ես մտածում ռուսական ազդեցություն։ Կատուն, չէ, բայց դրանից որ եգիպտական բան չեմ ասել, բայց օրինակ անգլիական իրականության մեջ սև կատուն ընդհակառակը հաջողության ցուցիչ է համարվում, եւ եթե Բրիտանիայում հանդիպում ես սև կատվի, մարդիկ ասում են, օ, էսա ինձ հաջողություն է պատահել։ Շատ լավ, բայց մեր մոտ թվարկածած բաները հավատքի հետ կապ ունեն։ Այսինքն դրանք մեր կրոնական պատկերացումն են առաջին հերթին։ Դու սովորության համաձայն չես փակում, չգիտեմ, սավանով։ Չէ, դու որտեղ տեսել ես նախկինում այլ ինչ որ մարդիկ կան բացատրել։ Հոգին երևում է, չգիտեմ, կարող է հոգին իրեն տեսնի հայելու մեջ եւ վախենա կամ չգիտեմ ինչ լինի, այդպիսի բան կա։ Հա, կամ դու եթե ծառի վրա ինչ որ մեկը բան է կապում, այդ ինչը թաշկինակ է կապում լավագույն դեպքում, դա անիմիստական շրջանն է։ Այդ կրոնը ունի զարգացման փուլեր, չէ՞, այդ տոհմացեղային կրոններ, որ ասում ենք ֆետիշիզմ, տոտեմիզմ, անիմիզմ, անիմիզմը, այսինքն մենք արդեն ենթադրում ենք, որ առարկաները կամ չգիտեմ, այնտեղ բնությունը ավելի շուտ ունի ոգի, այսինքն ինչ որ չափով բանականություն ենք բանում։ Շատ դեպքերում, երբ որ մենք ասում ենք հեթանոսական շրջան կամ նախաքրիստոնեական լավ հայկական կրոնական հավատալիքներ, չգիտես ինչի մենք հերիք չի պոլիթեիզմի հետ ենք նույնացնում դա, առավել եւս հունահռոմեական դիցաբանության շրջանի եւ տարածվածության շրջանի հետ ենք մենք դրանից առաջվանը չենք հա ինչ որ չենք կամ հայկական չենք համարում կամ չգիտենք կոպիտ ասած մեր դիցարաններն են մեզ համար շատ դեպքերում շատերի համար համարում նախաքրիստոնեական կրոնական համակարգը մեր բայց չմոռանանք որ ունեցել ենք ուրարտական շրջան ունեցել ենք նույն տոտեմիզմը, չգիտեմ, անիմիզմը։ Մի անգամ մի բան մարդով որ ասում էր որ ինքը հեթանոս է եւ ասում էր որ մեր հայկական աստվածություններին պետք է պաշտեն Կարամազդին, Վահագնին եւ այլն, ասի ինչու հենց իրենց, որովհետեւ իրենք հայկական են։ Ասի այդ դեպքում եթե իրենք հայկ անունով հայկական են անվանում, նշանակում է հայկնահապետը պիտի պաշտեր Արամազդին կամ Վահագնին, արդյոք հայկը պաշտել է կամ երկրպագել է Արամազդին ու Վահագնին, ինքը մի անգամ ուզում էր ասել, հա, հետո ներքուստ ինչ որ արգելակով կանգնեցս չգիտեմ, բայց երբ որ նայում ենք ժամանակագրական առումով, հայկը մի քանի հազար ավելի հին է եղել, քան Արամազդի եւ Վահագնին, որոնք ձևավորվել են հունապարթևական այդ մշակույթի մեջ մեր թվարկությունից առաջ 3-4 դարերում։ Դες մի այստեղ շատ նուրբ կետ է կա, ասում արդարության համար նշենք։ Շատերը ասենց ասած ձևակերպում են իբր
հայ գնահապետը պաշտել է այն նույն Աստծուն, ինչ որ օրինակ քրիստոնեության ձևակերպան պա, Սուրբ Երրորդություն կլինի կամ մի Աստված։ Դե որովհետև Նոյի թոռներ։ Շատ լավ, բայց 2400 տարի առաջ հայկը չէր կարող ունենալ իր մոտ այն ձևակերպումը, ինչը որ քրիստոնեական Աստծուն է տված, որովհետև քրիստոնեական Աստծու մասին անգամ անձերի հարաբերությունները Սուրբ Հոգու Հիսուս Քրիստոսի Հայր Որդու հետ հարաբերությունները Նիկեայի ժողովից անգամ բաց հարց է մնում 381 թվականին են բանը։ Բայց նա ունեցել է մի Աստծու գաղափար։ Մի րոպե, քրիստոնեության մեջ մենք ասում ենք, որ Աստված ամեն ինչից առաջ էր, ամեն ինչից շուտ էր եւ իր միջոցով ծնվեց, այսինքն Քրիստոս որպես Սուրբ Երրորդության անձերից մեկը կար աշխարհը ստեղծելուց առաջ։ Եվ եթե մենք Քրիստոսին ճանաչում ենք միայն իր մարմնական ծնունդի ժամանակ, նշանակում է, որ մենք մերժում ենք այն հանգամանքը, որ Քրիստոս Սուրբ Երրորդության անձերից մեկն է եւ կար իր ծնունդից էլ առաջ։ Այստեղ հարցը դա չի։ Աստված մարդուն հայտնում է այնքանով, որքանով մարդու գիտակցությունը ունակա ընկալելու։ Բայց դա չի նշանակում, որ Քրիստոսի ծնունդից առաջ մարդիկ ճշմարիտ Աստծուն չեն ճանաչել։ Դրանք իրենց պատկերացված, օրինակ հայկը, ես չգիտեմ ինչ ձևակերպումներով է հայկը ճանաչել մի Աստծուն։ Այո, մի Աստված է եղել, բայց նրա ընկալումները մի Աստծու մասին չեն կարող նույնը լինել, ինչ որ 4-րդ դարի կամ 20-րդ դարի քրիստոնեական ձևակերպված Աստծու մասին, չգիտեմ, դոգմաները։ Դավիթ, եթե այդպես որ նայենք, իմ ու քո ձևակերպումներն էլ այդ բարագայում կարող են տարբերվել։ Այո, այստեղ արդեն առաջացավ հաջորդ հարցը։ Հայ ժողովուրդը մեծ մասը, ամեն դեպքում Հայաստանում ապրող, ինչու ոչ նաև Սփյուռքում, շատերը մշակութային քրիստոնյաներ են, եւ այդ հայի կրոնական ինքնության մեծ մասը, եթե կապում են քրիստոնեության հետ, շատ բնական է, օրինաչափ է կապելը, որովհետեւ վերջի տվյալներով 2 միլիոն 900 քանի հազար մարդուց 2 միլիոն 700 քանի հազարը հայրաքելական եկեղեցու հետևորդ են, ըստ ստատիստիկայի ամեն դեպքում, բայց նրանց մեծ մասը մշակութային քրիստոնյաներ են, այսինքն այդ քո ասացի պես, եթե մարդկանց հարցնես ում ես հավատում, եւ շատ դեպքերում հարցն են մարդիկ Սուրբ Երրորդության գաղափար չգիտեն, նրանք գիտեն, որ Աստված Քրիստոս է, ենթադրենք, հա։ Եթե դրան գումարում ես այն մարդիկ, ովքեր գոնե ամիսը մեկ են գնում եկեղեցի, պատարակի կամ ժամերգության լավագույն դեպքում, եթե այդ շարքից հանում ես այն մարդկանց, ովքեր եկեղեցի գնում են կամ առհասարակ քրիստոնեական կյանքին առնչվում են կնունքների, հարսանիքների գնալուց կամ անգամ դրանք անելուց, հա, անեք մարդը ինչի է, ես բազմաթիվ հայերի գիտեմ, երիտասարդների, ովքեր ամուսնանում են եկեղեցով ոչ թե նրա համար, որ իրանք ահավոր հավատում են, որ Աստծո օրհնածը, չգիտեմ, հավերժ է, ինչ որ Աստված կապել է, մարդը չի կարող բաժանել, այլ որովհետև մոդա է եւ գեղեցիկ է, հասկանում եք։ Այո, որտեղ նույն մարդը շատ հեշտությամբ մի շաբաթ հետո կարող է բաժանվել, ինչ որ մի թեթև, չգիտեմ, խոչընդոտի կամ դժվարության, այսինքն մեր կրոնական, որ ասում ես ամբողջը որ սահմանենք, այսպես է դուրս գալիս, մեր կրոնական ինքնության մեծ մասը պատմական եւ մշակութային, այսպես անկալման արդյունք է։ Հիմա լավ, ո՞նց կձևակերպես հայ մարդու կրոնական հայ մարդու կրոնական ինքնությունը, կրոնական գիտելիքների կամ կրոնական կյանքի կամ ավելի շուտ հավատալիքների եւ հավատի անընդհատականության ամբողջացումն է ժամանակագրական առումով էլ հավատալիքների առումով տրանսֆորմացիայի ենթարկվում շատերը այսօր բան են անում դիսկուրսի ընթացքում դեմ են հանում այդ երկուսը օրինակ ամենապարզ օրինակը երբ եկեղեցական օրացույցով տոնվում են նույն վարդավառը նույն դառնանտ առաջը եւ ասում են, սա հեթանոսական է, չգիտեմ ինչ է, պետք չի դեմ հանել այդ երկուսը իրար, որովհետեւ կրոնական գիտակցության եւ կրոնական ինքնությունը պահպանվել է հենց այդ սինթեզի արդյունքում։ Եկեղեցին բնականաբար հեթանոսություն չի քարոզում, բայց մարդկանց դրսևորումներում, ժողովրդի դրսևորումներում պահպանվել են կրոնական նախնական կամ չգիտեմ նախաքրիստոնեական ինքնության տարրերը եւ մենք այդ ամբողջի այդ ամբողջությունն ենք այսպես ասած մենք մեր կրոնական պատմության ամբողջությունն ենք եւ դրանով ենք մենք տարբերվում շատեր ասում են հայրաքելական եկեղեցին բանա
շատ բաներ ունի, որ նման չի, չգիտեմ, համաշխարհային տարբեր, կաթոլիկ եկեղեցուն տարբերվում է մեր մոտ շատ է ազգայինը։ Այդ բառը արդեն ինքը իրենով պատասխանն է մեր կրոնական ինքնության։ Ասում են հայ առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է։ Ինչի, որովհետև չի կարող ազգային եկեղեցի լինի եւ իր մեջ չկրի ազգի ամբողջ պատմությունը, ազգի գիտակցությունը կամ ազգի հավատքի պատմությունը իր մեջ չկրի։ Եվ նաև երազանքներն ու ապագային ուղղված մեր էպոսն էլ է, մեր էպոսը մեր հավատալիքների ամբողջությունն է։ Ինքը որքան էլ քրիստոնեական միջավայրում է ձևավորվել, չէ՞, եթե ժամանակագրական առումով նայում ենք, իր մեջ էլի գրում է նախաքրիստոնեական հավատալիքները։ Դա հենց յուրահատկությունը դրանով է, ինչ հենց դրանով է տարբերվում մյուսներից։ Գուցե խորանանք եւ միանշանակ տարբեր, չգիտեմ, ազգի նույն քո ասած ռուսների մոտ կամ չգիտեմ հույների մոտ նորից ինչ որ տարեր լինեն, որոնք սովորութային են, որոնք սենահավատություն կարող ես կոչել, բայց ազգի կրոնական ինքնությունը չի կարող մի օր ձևավորվել։ Դա իր մեջ կրում է այն ինչը որ գերիշխող է, իր մեջ կրում է միջև իրեն եղածը։ Կամ մեղադրում են կներես, ասում են, բանա, եկեղեցիները, չգիտեմ ինչ, սարքեցին, տաճարները քանդեցին, էսի սարքեցին, ինչ արեցին։ Այսինքն անգամ նոր կրոնի գալով, պետականացվելով, եթե նույն տեղում են սարքել, ոչ միայն են, որ ասում են այդտեղ, չգիտեմ, բիոդաշտերը ուժեղ են եւ այլն, չէ, այսինքն դրանով ինքը չկտրեց մեր կրոնական ինքնությունը, այլ դրանով շարունակականություն ապահովեց։ Դե նույն կերպ կարող ենք ասել, որ կրոնական հեղափոխությունների ժամանակ, նույն արամազդական պանթեոնի ձևավորման ժամանակ այդ կրոնական համակարգն էլ քանդել է իրենից առաջ եղածները, որտեղ օրինակ մենք ուրարտական շատ հավատալիքների վերջով ուրարտուն կարողացել գտնել։ Դե որովհետև այն ժամանակ ասածս հենց այդ էր, որ կրոնական համակարգերը թելադրվում էին պետության կողմից, այսինքն այն պանթեոնը, որը հավատալիքները շատ էին, կարող է մի գավառում այս աստվածը գլխավորը լիներ, մյուս գավառում այս մյուսը, այս մի նահանգում սա, նա, բայց պետական համարվում էր այն կրոնական համակարգը, որին դավանում էր այդ օրվա թագավորը, արքունիքը եւ այլն։ Հենց դրա համար ես երբեմն ընդդիմանում եմ, որ մեզ ասում են, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, չէ, ժողովուրդ ջան, մենք առաջի քրիստոնյա պետություն ենք, որովհետեւ հենց Ագաթանկեղոսը իր մոտ նշում է, առաջինը ընդունեցին արքունիքը, չէ, նախարարները եւ այլն, սովորական ժողովրդի մեջ տարածելը 4-րդ դարում բան չէր, ինտերնետում ստատուս գրելով չէր կարող ասել, մենք այսօրվանից քրիստոնյա ենք։ Երբ որ, չգիտեմ, Վասպուրականի նահանգում քրիստոնյա են դարձել, փայտակարանում ենթադրենք, մարդիկ, չգիտեմ, ինչքան հերիք չի ուշ են իմացել այդ ամեն ինչի մասին։ Դավիթ, բայց պիտի ընդունենք ազնվորեն, հանուն արդարության ասենք, որ առաջի առաքյալները երբ որ եկան, Թադեոսն ու Բարտուղիմոսը երբ որ եկան Հայաստան, եւ դրանից հետո մինչեւ լուսավորչի խորվիրապից դուրս գալու այդ 250 տարին մոտավորապես կրոնական համայնքներ եղել են, քրիստոնեական լրջորեն համայնքներ ձևավորվել են, այնքան որ օրինակ Հիպրոսիմյանց Գայանյանց կույսերը երբ որ Հռոմից փախնում էին Հայաստան, եկան Հայաստան ինչի համար ըստ իս փոքր կարծիքով, որովհետև վստահ են, որ որպես քրիստոնյա այստեղ ապահով պաշտպանություն կգտնեն իրենց քրիստոնյա եղբայրների մոտ։ Այսինքն ժողովրդական մասսայականության առումով մինչև 301 թվականն էլ բավականին աշխատանք արված էր եւ Հայաստանում գործում էր 2 եպիսկոպոսություն։ Հա, կային, բայց դրանք տոտալ առումով չէին։ Դե որ եթե տոտալ առումով 4-րդ դարում անգամ խնդիր կար, մենք խնդիր ունենք։ Դե Գողթն գավառում Մաշտոցը տեսավ, որ դեռ հեթանոսական բարքերը կան։ Իսկ ոնց կարող էր 100 տարի հետո քրիստոնեության ընդունումից Գողթն գավառն էլ այդքան հեռու չի, էլի Արարատյան նահանգից, չգիտեմ, մի քանի կիլոմետր ներքև է։ Այսինքն շարունակվում էր այդ ամեն ինչը։ Դավիթ, իսկ կարող ենք արդյոք ասել, որ այդ նախաքրիստոնեական հավատալիքները հակադրվում են քրիստոնեությանը։ Կրոնական, եթե քրիստոնեության տեսանկյունից նայես, այո։ Բոլորը։ Այո։ Եթե մարդը բնության տարերքներին կամ բանին է հավատում եւ այլն, ամբողջը մերժում է, չի մերժում, չէ։ Չէ, ոչ թե մերժում է։ Ախր հավատալ եւ կարեւորը տարբեր բաներ պիտի լինեն։ Օրինակի համար, եթե Վարդավառին մենք ջուր ենք իրար վերածողում, դա չի նշանակում, որ մենք ընդունում ենք, որ ջրի աստվածություն կա։ Մենք ընդունում ենք կարեւորությունը ջրի։ Ժամանակի ընթացքում այդ պաշտամունքային մասը դուրս է եկել։ Սովորութային մասն է մնացել։ Հա, բայց մենք կարևորում ենք պաշտում,
Ջուրը չենք պաշտում, բայց կարևորում ենք ջրի կարևորությունը մեր կյանքում։ Հա, դրան արդեն ինքը այդ ուրիշ տրանսֆորմացիա է ենթարկվել։ Եթե այն ժամանակ ջուրը, չգիտեմ, աստղիկի խորհրդանիշներ կամ չգիտեմ, ամենապարզ օրինակը բերեմ, առաջ վիշապաքարերը որտեղ են տեղադրվում։ Ջրերի ակունքներում։ Դու Հայաստանում կան վիշապաքարեր, որոնց հակառակ կողմ խաչքար արած։ Այդ ավելի ուշ շրջանում է։ Նույն կերպ կան սեպագիր արձանագրություններ օրարտական, որի հետևում խաչքարեր։ Այսինքն հավատալիքը չի կարող մնալ, երբ մանավանդ երբ որ թելադրողը ուրիշ կրոնական համակարգը չի կարող, չես կարող 20-րդ դարում ոնց կարող ես ասես ջուրը ցողում եմ վրա, որովհետև ես հավատում եմ աստղիկին։ Դե աստղիկից առաջ էլ վերաբերել է ուրիշ հավատալիքի ընկալման, որը էլի բերում է բնապաշտության ոչ թե բնությանը աստվածացնելու, այլ բնության երևույթները մարդու կյանքում կարևորելու։ Ժամանակ կա, որ աստվածացրել են։ Դավիթ, ինչ գիտենք։ Ոնց։ Պաշտամունք են մատուցել։ Լավ, այդ դեպքում եթե աստվածացման, այսպես ասած, ոնց որ որոշիչ կետերից մեկը, երբ որ դու պաշտամունք ես մատուցում։ Շատ լավ, այդ դեպքում կստացվի, որ 20-21-րդ դարում համաշխարհային ճնշող մեծամասնության կրոնական համակարգը կոչվում է Christmas եւ դրա գլխավոր գերագույն աստվածը Սանտա Կլաուսն է, որովհետեւ մենք ամեն ամանորից առաջ որոշակի ծիսական արարողություններ ենք անում եւ եթե նայես կրոնական տեսակետից ստացվում է, որ Սանտա Կլաուսը ինչ-որ մի աստվածություն է, որին մենք ծես ենք մատուցում, նվերներ ենք պատրաստում, ֆիլմեր ենք նկարահանում եւ 21-րդ դարի ծիսականացման ձևերից մեկն դա է։ Մարդիկ հագնում են այդ հագուստը։ Պաշտամունքը Իրանից ոչ միայն ծիսակարգն է ենթադրում, այլ նաև այդ ծիսակարգը կատարողները, այսինքն գոյություն են քրմեր։ Եթե շատ այնց մտածենք, մարքետոլոգներին կարող ենք այդ քրմերի դերում տեսնել։ Չէ, բայց իրանք չունեն այն ազդեցությունը վերևից ճակերտավոր ասած իջած բանը չունեն իրանք։ Դեմ չեմ, բայց մենք ոնց գիտենք, թե օրինակ մեզանից 6-7000 տարի առաջ մարդիկ ոնց են ընկալել այդ երևույթը, եթե իրենց հետ խոսելու կամ իրենց գրածը կարդալու հնարավորություն չունենք։ Մենք ուղղակի ենթադրում կամ վերագրում ենք իրենց գործողությունը։ Էպոսը ենթադրությունն է։ Չէ, էպոսի մեջ որտեղ ես տեսնում դա։ Ուղղակի չի ասում, բայց պարզ երևում է, թե ինչին է կարևորվել։ Այ դա եմ ուզում ասել, կարևորվելը մի բան է։ Դու ուզում ես տես ջրի պաշտամունքը ինքը Իրանում նախնական հավատալիք է, ինքը կրոնական համակարգ չի։ Կրոնական համակարգը Իրանից ենթադրում է պանթեոն, կրոնական համակարգը Իրանից ենթադրում է կառույց, կրոնական համակարգը Իրանից ենթադրում է ծառայողներ, այսպես ասած, կլինի քուրմ, կլինի, չգիտեմ, իմամ կամ չգիտեմ ինչ կլինի։ Կրոնական համակարգը Իրանից ենթադրում է կրոնական գրականություն կամ չգրականություն։ Դե ամեն դեպքում եթե նախագրային ժամանակը հաշվի առնենք, այդ ժամանակ էլ կրոնական համակարգեր եղել են, որոնք գրային ձևի չեն վերածվել։ Ինչ գիտես։ Դե չգիտեմ, դրա համար եմ ասում։ Դե ամեն դեպքում կա այդ սահմանման հիմի կարող մեկը պակասում է մյուսի մեջ։ Նույն էպոսը երկար ժամանակ հազարավոր տարիներ գոյություն ունեցել եւ գրավոր տեսքի չի եկել։ Okay, բայց բանը էպոսը ինքը կրոնական համակարգի մաս չի կազմում։ Ինքը կրոնական պատկերացումների անդրադարձը դու կարող ես տեսնել էպոսի մեջ, բայց ինքը սուրբ գիրք չի կարող երբեք լինել։ Հիմա այո, կան մարդիկ, ովքեր ասում են մեր էպոսը պետք է, չգիտեմ, մեր հայոց սուրբ գիրքը համարել եւ այլն, բայց դա աբսուրդ է ուղղակի։ Չէ, ինձ համար էպոսը, որը ասում եմ ես իսկապես ահավոր շատ եմ սիրում, հայելի է, որի մեջ մենք կարող ենք գտնել մեզ մեր ուժեղ եւ թույլ կողմերով եւ այդ թույլ կողմերը տեսնելով կարողանանք մեզ հղկել ավելի լավ դառնալ։ Պետք է բացառման օրենքով գնել, բայց պետք է չի տանել այն մյուս ծայրեղությանը հասցնել։ Հիմի կոպիտ ասած կարակը ոչ ենք ընկել, որ մեզնից մեր պահպանվել է լավագույն դեպքում էպոսը, հա։ Հա դե չէ, չեմ ասում գողթան երգերը եւ այլն, խոսքս նախաքրիստոնեական շրջանի մասին է, հա։ Հա չես բռնելու դա սրբացնես, ասենք այդ գիրքը։ Սուրբ գրականությունն էլ իր կանոնները ունի, կապ չունի քրիստոնեության։ Կլինի դրանք, կլինեն վեդաները, կլինի Ղուրանը կամ չգիտեմ, կլինի շումերական տեքստերը, կրոնական գրականությունը տարբերվում է։ Իմ ասած այն է, որ մենք պետք չի հակադրենք մեր կրոնական ինքնության մի շրջանը մյուս շրջանին։ Շատ լավ ստացվել է մեր մոտ, անգամ մեր կամքից անկախ երևի, այդքան ազդեցություններ, որ հայ ժողովուրդը ասենց պարտադրանքների
ձևով իր վրա կրել եւ այդքանից հետո եթե մեր մոտ նախնադարյան կրոնական հավատալիքներից միջև, չգիտեմ, այսօրվա քրիստոնեական գիտակցումը, հա, հավատը մեր մոտ կա, դա այն որ ասում պետքա փառք տանք Աստծուն, որովհետեւ մենք պատկերացումներ ունենում ենք, տես նախաքրիստոնեական շրջանի մասին մենք ինչ գրավոր աղբյուր ունենք, որպես այդպեսին չունենք, Ագաթան Գեղոսն է կարելի ասել միայն, հա, առաջինը, հա, դից ինչ որ պատկերացումներ ունեն, նո խոսքս հնագիտական պեղումներով գտած բաների մասին չէ, զուտ գրավոր աղբյուր։ Հիմա նույն ժողովրդական սովորությունների մեջ էլ, հա, կամ միջոցով մենք բացահայտում ենք այն, ինչ որ ունեցել ենք։ Իսկ ուրարտական շրջանի սեպագրերը կարող են մեզ գրավոր աղբյուրներ հուշել ուրարտական ժամանակաշրջանի հավատալիքների եւ կրոնների մասին։ Երևի բանը կասի, դե ասում են մհերի դուրը ինքը կրոնական հենց բանը, չէ, Պանթեոնի որը իդեպ միակը չի։ Հա, կառուցվածքն է տալիս, դա ուրարտագետները կասեն, բայց ես վստահ եմ, որ միջև վերջ չի ուսումնասիրվել։ Իմ ասած այն է, որ պետք չի հավատաքննիչի դերում հանդես գալ։ Ես ավելի լավ քրիստոնյա եմ, քան դու, կամ եթե ես մի քիչ շատ ավելի բան գիտեմ, իսկ դու քիչ գիտես, այդպես երբեմն դա էլ է ֆանատիկության վերածվում, եւ դա խանգարում է մարդկանց, հա։ Ոչինչ, որ այն մեկը ինչ որ սովորություններ ունի, այսպես ասած, կլինի կկոչենք դա սենահավատություն, կկոչենք դա ավանդույթ։ Անկամ խոհանոցից սկսած պաշտամունքային տարեր կան, որոնք պաշտամունքային չեն, արդեն ավանդույթային են դրանք վերածվել։ Բայց դրանով ենք հենց դա է մեր կրոնական ինքնությունը։ Թե չէ որ ասենք միայն քրիստոնյա ենք, շատ ներողություն առանց վիրավորելու եմ ուզում ասեմ, մենք կդառնանք քրիստոնեության երրորդ, ասենք, ճյուղի ներկայացուցիչ։ Ասենք բողոքական եկեղեցին մերժում է ավանդույթը, չէ, քրիստոնեական։ Այդ եկեք մենք էլ մեր ավանդույթները մերժենք, ինչա դուրս գալի, այսինքն Այդ նշանակում մենք մեզ կմերժեինք։ Հա, այսինքն եթե դու ազգ ես, եթե միշտ իրավացի բանով ասում ես, որ ես ունեմ պատմություն, դա իրանից ենթադրում է, որ ասում են, բայց հարցը ուր է կրոնական ինքնություն, դա ասում ես իմ կրոնական ինքնությունը այս է, առնվազն, չգիտեմ, 3000 տարվա ենթադրենք։ Կարող ենք սահմանել ի վերջո, որն է հայ մարդու կրոնական ինքնությունը 21-րդ դարում։ 21-րդ դարում։ 21-րդ դարի համար չէ, որովհետև 21-րդ դարում մարդու կրոնական ինքնությունը շատ սուբյեկտիվ է։ Եթե դու չկրես հայ ինքնության տարեր, դու չես կարող հայ մարդու կրոնական ինքնությամբ բնորոշես։ Այսօր Հայաստանում ապրող ենթադրենք 20%-ի մոտ բան են, ագնոստիկ են, աթեիստ են, ունեն կրոնական պատկերացումներ, բայց չեն պատկանում որևիցե կրոնական համայնքի կամ եկեղեցու։ Ոնց կարող ես ընդհանուր պատկեր տալ։ Գիտես ինչու չես կարող տալ, որովհետև ցավոք սրտի դա զարգացում չի ապրում։ Ես միշտ դա եմ ասում, երբեմն մենք շատ լավ է, որ մեր եկեղեցին հանդիսացել է, չէ, ասենք մշակույթի օջախ, դպրության օջախ, այդ ամեն ինչը ունի, մենք ասում ենք օրինակ, դες մեր մատենադարանի պատմության թանգարանի, չգիտեմ, այս բաների հավաքածուների հիմքն է հանդիսացել եւ այլն, բայց այսօր ոչ թե միայն պահպանողը պետքա լինես, այլև պետքա շարունակողը լինես, այսինքն ստեղծելու առումով շարունակող լինես։ Այդ զարգացման ընթացքը պետքա չկտրվի, ցավոք սրտի մեր շատ ու շատ հասարակական կյանքից սկսած մինչև մշակութային կյանք, այդ ինչ որ մի հատ ահավոր անդունդ է, ասես մի հատ խզվածք է առաջացել։ Շատ հաճելի է, չէ, երբ որ նայում ես հետ ասում են օրինակ, վայ, տես մենք ունեցել ենք մեծ գրողներ, վայ, տես ունեցել ենք մեծ նկարիչներ, վայ, տես մեր ազգը ոնց ա եղել, սենց ա եղել, սենց ա եղել։ Բալա, 100 տարի հետո որ հետ նայեն, այսօրվա օրով ինչ է ստեղծվում։ Այդ շարունակականության ընթացքը պետքա չկտրվի, չդադարի։ Այդ նշանակում է մենք պիտի ի վերջո հասկանանք, որ պետք է դեմքով շուռ գանք ոչ թե դեպի անցյալը, այլ անցյալը ունենալով մեր թիկունքում որպես ամրություն ու պաշտպան նայենք դեպի առաջ։ Անցյալը շալակած, անցյալի լավ բաներ է, իհարկե։ Հա, շալակած պետքա գնաս ապագա։ Բեռը թեթևացնելու համար չպետքա շպրտես անցյալդ մի կողմ, որ վազելով գնաս դեպի ապագա։ Կդառնաս փետուր եւ որտեղ ինչքան մի քիչ կգնաս այդ ուղղությամբ։ Այդ նույն ձև հայ ինքնությունը առհասարակ այն ամբողջ կրոնական ավանդույթային պատկերացումներն են, ինչը որ մեր ազգը ստեղծել է դարերի ընթացքում։
եւ ասում եմ, որ ասում եմ հորդորում եմ նաեւ, հա, սովորական մարդկանց ձեր բանավիճային դիսկուրսներում ավելի լավ, չգիտեմ, ինչ երևալու համար պետք չի հակադրել, պետք չի մերժել բացասելով, հա, սենց գնալ, լավ քրիստոնյա, ճիշտ քրիստոնյա լինելու համար պետք չի ասել այս ամեն ինչը, չգիտեմ, այն ինչ որ եղել է մեր, հա, ժողովրդական սովորություններից սկսած եւ այլն, որով ասացինք, չէ, այդ մնացուկներն են ճակերտավոր միջքրիստոնեական, պետք չի բացառել։ Բայց որպեսզի հասկանանք, չենք կարող մենք մեզնից փախնել։ Հա, չենք կարող մենք մեզնից փախնել, բայց եթե դիսկուրսի մեջ ես մտնում, առնվազն պիտի գոնե առավոտյան ժամերգություններին, գոնե պատարակներին գնաս, որ հասկանաս թե ինչի հետ ես այդ դիսկուրսը անում։ Բոլորը չեն հասցնում։ Դրա համար այդ սեկուլարիզացիայի արդյունքն է։ Ես չեմ ասում, չէ, բայց եթե դու վիճում ես մի բանի հետ, որին դու ներսից չես ճանաչում, վիճելու ես ուղղակի արտաքին թաղանթի տեսականորեն եւ դա ոչ մի արդյունքի չի բերելու։ Դրա համար էլ ասում եմ, մեր ժողովուրդը մեծ մասը մշակութային քրիստոնյաներ են այսօր։ Պրակտիկ կյանքում առօրյա դրսևորումներում, անձնական հարաբերություններում այդ ամեն ինչը չի ասում, հավատ առանց գործերի մահացած է։ Չէ, շատ լավ բանաձև Հակոբոս Առաքյալը տալիս։ Այդ նույն ձև դու քո գիտելիքները, քո հավատի փայլուն, չգիտեմ, հավատը, եթե դու չես կիրառում քո առօրյայում եւ կոպիտ ասած միայն քո փրկության համար ես, եթե դա պահում, դա ոչինչ է։ Այդպես լիներ, Քրիստոս առաքյալներին չէր ասի գնացեք քարոզեք։ Եվ նույն Աստվածաշունչն ասում է, որ եթե գոնե 10 արդար աղոթ քանի, ես կլսեմ նրանց ձայնը, մյուսներն էլ այդ շնորհը վայելելու հնարավորություն կունենան։ Այդ կներես մի քիչ, ասում եմ, շատ լուրջ թեմա է խոսել, որ անեկդոտով կարելի ավարտել են, որ ասում էլի հույսը դրել են ին վրա, Աստված։ Դե այո, հույսը ես միշտ դնում եմ Աստծո վրա, անկախ այդ անեկդոտից, իրականում երբ որ հույսը դնում ես Աստծո վրա, շատ բան հարթվում եւ շատ բան ավելի բայց դու պետք է քո մաքսիմալը անես։ Չէ, ես չեմ ասում, ես հույսը դնում Աստծո վրա։ Չէ, ես չեմ ասում, որ պետք է պարապ նստել ու սպասել մինչև խնձորը ծառից կընկնի, չէ, որովհետեւ ինչպես Գարեգինի առաջին հայրապետն էր ասում, մարդն է, որ երկրի վրա գործում, մարդ է, որ գործեր հերկիրս, Աստվածաշնչից մեջ բերում անելով, բայց եթե դու չես գործում, հույսը դնում ես Աստծո, մի բան է, բայց երբ որ դու գործում ես վստահ լինելով, որ Աստված քեզ զորակից ու մարտակից կլինի, լրիվ ուրիշ արդյունք ես ստանում։ Կրոնական ինքնությունդ պահելու համար պետք է քայլ անես, քայլ առաջ, քայլ դեպի Աստված, որպեսզի պատասխանը ստանաս։ Չես կարող ասել ես էս եմ, այսքան բան ունեմ, ես այս եմ տեղում ամուր մնալու եմ, ինձ ոչինչ չի լինի։ Քայլ արա դեպի առաջ, դեպի Աստված եւ պատասխանը կստանաս։ Շնորհակալություն Դավիթ հետաքրքիր զրույցի համար, մի քիչ բանավիճային ստացվեց մեր զրույցը, բայց դա շատ ավելի կենթանի եւ շատ ավելի հարցերի պատասխանելու հնարավորություն տվեց, հուսամ մեր ունկնդիրների եւ ակնդիրների մոտ ներսից հարցեր առաջացան եւ դա քայլ անելու առիթ կդառնա։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցադրումների, հետաքրքիր հնարավորության եւ կարեւորության մասին, որովհետեւ այսօր ցավոք սրտի շատ դեպքերում մոռացվում է, հա, կրոնական ինքնությունը, ինչ առումով, որ կրոնական ինքնությունը քեզ ստիպում է դեպի ներս նայել, իսկ այսօրվա 21-րդ դարի մարդը ժամանակ չի ունենում ներհայեցողության։ Իսկ երբ որ մարդը կատարի այդ քայլը, հաստատապես նրա կյանքը որոշակի փոփոխություններ կկրի։ Շատ բաներին ուրիշ հայացքով կնայի։ Շնորհակալություն շատ, ես իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես իրով հյուրընկալել եի եւ զրուցում էի կրոնագետ գրող Դավիթ Սամվելյանի հետ։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։